Ով է դեմ, որ լույսի գինն իջնի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու Տաշիր կապիտալը իրար են մեղադրում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր 5 կետանոց հայտարարությամբ հերքել է ՀԵՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի հրապարակած տեղեկությունը, թե էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է 3 դրամով իջեցնել։ Հանձնաժողովը պնդում է, որ ՀԵՑ-ի առաջարկը վերաբերել է 6 ամսում ձևավորված 3,6 միլիարդ դրամ լրացուցիչ օգուտը նվազեցնելուն, ինչը բոլոր սպառողների էլեկտրաէներգիայի սակագնի վրա կարող է ազդել ընդամենը 0,2 դրամով։ Բայց ցանցում է հայտնվել բացառիկ ձայնագրություն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից, որում լսվում է, թե ինչպես է հանձնաժողովը դեմ արտահայտվում սակագնի իջեցմանը։ Դավիթ Ղազինյանն էլ դժգոհում է ապակառուցողական վերաբերմունքից։ Դիմանկերից ասենք լավ բան եք ուզում անել, կոնստրուկտիվ դաշտում փորձում աշխատել, բայց չկա անուններ ինչ-որ sense բան են, երկաթի դռներ են փակվում, չէ, չէ։ Նորմալ չի, վերջինաշուն այստեղ ոչ մեր շահն անձնական, ոչ ձեր շահն անձնական, այստեղ հանրային գերակաշա, ինչպես սիրում են նշել շատերը մեզ վերջերս։ Բանվորը մնաց հանրային գերակաշա։ Այսօր է Տաշիր կապիտալը գնիչեցման առաջարկի երկրորդ ծրարը տարել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Հուսամ կքննեն և սակագինը կիջեցնեն, բնակչության բեռնել որոշակի չափով կթեթևանան։ Հոգսաշատ ձմռանը մարդկանց մատից մի փուշ հանելու համար են Տաշիր կապիտալի ներկայացուցիչներն առաջարկում հոսանքի գինն իջեցնել։ Ինչի համար պետությունը շնորհակալություն չի հայտնում այդ ընկերությանը ու հակառակ կալանավորում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, ով մերժել է, ինքը պետք է հանրության առաջ պատասխան տա, արդյոք նրանք աշխատում են ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, թե ոչ կամ ի նպաստ հանրությանը։ Տաշիր կապիտալի ներկայացուցիչներն առաջարկում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին միանգամից խոստովանել, որ գնիչեցման իրենց առաջարկը անընդհատ մերժվում է, որպեսզի ընտրություններից առաջ հոսանքի էժանացումը իբրև փաշինյանական պոպուլիզմի նոր կերակրատեսակ դրվի մարդկանց սեղաններին։ Պետք է մեր հանրությանը այս ուղերձը, այս մեսիջը հասցնենք ու սկսենք, այո, մեր հանրային պահանջը։ Թույլ մի տվեք ձեզ ճնշեն, թույլ մի տվեք ձեզ խեղճացնեն։ Դուք եք այս երկրում իշխանության աղբյուրը, պետական մարմինները, պաշտոնատար անձինք, իրենց գործողությունները պետք է ձեր շահով պայմանավորվեն։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Ղուդատյանը հոսանքի սակագնի մասին հարցերը հետ է մղում։ Մենք որոշում ենք էներգետիկ ոլորտի քաղաքականությունը, մենք չենք որոշում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները։ Չէր ցանկանա, որ Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին հենց այսօր իջներ հոսանքի գինը։ Ղուդատյանը չի կարծում, թե դա Կարապետյանի շահույթի հաշվին կլիներ։ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ցանկացած փոփոխություն լինում է ինչ-որ բանի հաշվին։ Եթե օրինակ մենք շարունակենք ենթադրենք կառուցել 500 կիլոմետրի փոխարեն 1000 կիլոմետր ճանապարհ, դա մեծ հավանականությամբ կլինի դպրոցային ծրագրի շարունակության հաշվին։ ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ է դիմել ՀԵՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին, հորդորել է դադարեցնել հանրությանը մանիպուլացնելու փորձերը եւ սպասել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարուցած վարչական վարույթի ավարտին։ Աննա Գյուլնազարյան, Կարինե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։